Շարունակ մի առավոտ լուսով վիկենդ է սիրելիներս, իսկ այս պահին ուզում ենք ներկայացնել մեր առաջին հյուրին մեծ սիրով ու լավ դրական տրամադրությունը, որտեղ նրանից միշտ դրական է գալիս։ Անկախ նրանից, թե նրա ներկայացումներին ենք մասնակցում, թե էկրաններից այս կողմ ենք նստած նրա նկարանների ֆիլմերի մասով ենք նրա հետ առնչվում, թե ուղղակի հյուրընկալում ենք եւ առօրյա հանդիպում եւ դրա հետ խոսում նորություններից։ Սիրով շտապ եմ արդեն ներկայացնել սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանն է մեր տաղավարում։ Բարի լույս, ինչպես եք։ Շնորհակալություն, հրաշալի, լավ տրամադրությամբ։ Ինչպես միշտ։ Այո, այս վերջերս ճիշտ ասած այդքան էլ չէ, բայց փորձում եմ այդպես ոգևորվել էլի։ Տրամադրությունը կարծում առավոտյան շատ կարևոր է, որ ինչպես կարողանում եմ ոգևորել։ Դա ամենակարևորն է։ Բայց դա շատ լավ հատկություն է, բայց նաև վստահ եմ, որ կհամաձայնես, որ առավոտյան տրամադրությունն էլ շատ կարևոր է, թե ոնց է մարդ արթնանում։ Այ հետաքրքիր է, ձեր առավոտները ինչպես է։ Շատ քիչ եմ քնում։ Առավոտյան 5:06-ին ես արդեն շատ աշխույժ դեմքով արդեն արթուն եք քայլում եմ պես տանը, իսկ քանիսին եք քնում կարդում որ նյութեր եմ ուսումնասիրում տարբեր, եթե նույնիսկ ուշել եմ քնում, միևնույն է 4 ժամ մաքսիմում Ահա, բավական է այո մաքսիմումն է 4 ժամ այո, որովհետև չի ստացվում, ես մի պահ արթնանում եմ մտքերը շոկի քարշի պես սկսում են աշխատել, արդեն իմաստ չունի, էլի ինչ որ շարունակել պարկել կամ Բայց առօրյան էլ շատ ծանրաբեռնված է անդադար նկարահանումներ, փորձեր ինչպես եք հասցնում առհասարակ ամեն ինչ։ Հերթով անում եմ, էլի նորից ինքս ինձ համոզում եմ, որ դե պետք է անել այդ ամենը, ու սիրով հերթով արեցի, ահա, շատ լավ է, մնաց 6 հատ։ Ու դες ջնջելով, բայց հետո ընթացքում ավելանում են, չէ՞, միայն նախագծում։ Մինքերն եմ ասեք գործն էս բան է, որ երբեք չի ավարտվում։ Ասում էս էլ անենք վերջ հասնենք, ասում չի ավարտվում։ Միևնույն է կան Այսօր աշխատանքներ կան, օրինակ դու նկարահանման ես այդ օրը, գիտես որ այդ մի գործով ես զբաղվելու հնարավոր չէ։ Հազուգայր ինչ որ կազմակերպչական բաներ փորձում ես էլ ինչ որ անել, բայց այլ թեմայով զբաղվել, օրինակ փոխել գրիմը հանել գնալ ուրիշտեղ նկարահանվել այդ օրը գալ, չնայած այդպիսի դեպքեր են լինում շատ քիչ հազվադեպ, բայց դե ժամանակը քիչ է, ստիպված պետք է այդպես էլ անես։ Դավիթը շատ տեղին նշեց, որ համ նկարահանումները, համ փորձերը ներկայացումների շատ հագեցած ու պահանջված դերասան եք, բայց ախր ո՞նց եք հասցնում ու նաև ընտանիքին արդյոք ժամանակ մնում է թե ոչ։ Դեպ չէ, արդեն անձնական կյանքին մինիմալ ժամանակ է մնում, կարելի ասել ընդհանրապես չի մնում։ Աշխատանքն էլ դե այդպես պլանավորած, որ գնում ես, ինչ որ մի բան չանելը, ստացվում է, որ այդ աշխատանքի ողնաշարը կոտրես կամ ինչ որ այդ ժամանակահատվածը այնքան քիչ է ու այնքան սուղ է, շատ չես կարող այդպես ինչ-որ հանգստանալ, օրինակ 6-ից հետո, ման չէ, աշխատանքներ կան, ինչ-որ մասնագիտություններ կան, այո, գնում ես, պլանավորում ես երեկոտ, թե ինչպես պետք է անցկացնել, այդպես չէ, եթե առավոտից դու սկսում ես աշխատել, միանում ես այն ժամանակ, որ արդեն գիշեր է, ու դու այդ պահին չես ճաշել, ոչինչ չես կերել, այդպես ինչ-որ բռնում ես այն մտքի վրա, որ պարզապես արդեն վերջ էլի գոյություն չունես, ինչ որ լավ պետք է հանգստանալ մի քիչ, որ վաղվա այդ օրը ճիշտ կազմակերպել։ Առայժմ էներգիան եւ այդպես ոգևորությունը բավականացնում է, բայց Դե վստահաբար իհարկե աշխատանքները, որոնք իրականացնում եք հանդիսատեսի արձագանքը այդ ամենը էլ ավելի շատ ուժ եւ էներգիա է տալի, դրա համար էլ էներգիան անդադար անսպառ է։ Երևի թե դա է ոգևորում, երևի թե դրա համար ես աշխատում, որ այդ ամենը լսես, որ այդ ամենը զգաս ու ինչքան երկար են ծափահարությունները լինում, այնքան հասկանում ես, որ աշխատանքդ հասել է իր նպատակին։ Դե բնականաբար դրան հասնելու համար ինձ համար ավելի հետաքրքիր են այդ process-ները, ոչ թե որ արդեն արդյունքը որ խաղում ես արդեն ներկայացումը, այլ այդ process-ները ինչպես է այդ ստեղծվում, փորձերի այդ ընթացքը, սկզբից քեզ թվում է թե այդ հնարավոր չի անել, հնարավոր չէ կազմակերպել, հիմա ինչ պետք է ստեղծես, ինչպես պետք է խնդրեմ։ Սա որտեղից է իդե։ Սա ֆիլմից է, նոր տարվա ֆիլմն է։ Այս անցած տարի ներկայացվեց հանդիսատեսին, սա գրավիտացիա արդեն ներկայացում գիզմարտանացաբաշխություն։ Ինչ ներկայացում է ձեզ համար ու ինչ կարևոր տեղ է զբաղեցնում գրավիտացիան, որտեղ վստահաբար ես որպես հանդիսատես կարող եմ ասել շատ ստացված ու շատ պարդիական թեմա է քննարկվում ու շոշափվում ու շատ
ճաշակով ամենայն դեպս ներկայացուցից հետո այն ներկայացնողից է, որ մարդիկ մտածելով են գնում տուն։ Ի սկզբանե ուզում էինք նման բան ստեղծել, ես եւ իմ ընկերները, սա մեր ասելիքն է, որը տարիներ շարունակ իմ մեջ եղել է, ու անընդհատ ուզում էի առիթ փնտրել ու առիթ գտնել, թե ինչպես կարելի է այդ ամենը մատուցել հանդիսատեսին, որ հարցեր, որոնք ուզում են բոլորիս, որոնք ակտուալ են միշտ, որովհետեւ մարդը չի փոխվում, կարծում եմ միջնադարում է նույնը եղել, այո, մեր օրերում է նույնը, եւ այդ թեմաները, որ մեզ համար չափազանց կարեւոր են, օրինակ նորվեգացու համար կարող է այդքան կարեւոր ու սուրճ չլինեն այդ խնդիրները, որովհետեւ այլ մշակույթ ունեն, այլ ճանապարհ են անցնում, իսկ մեզ համար չափազանց կարեւոր է, որ մենք կենտրոնացած լինենք, որովհետեւ բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնում մենք ամեն անգամ եւ փոխարենը հասկանալու, կողմնորոշվելու, ճիշտ կողմնորոշվելու, թե ինչ է պետք անել, ինքներս ավելի ենք այդ փոսը մեծացնում ու մտնում ենք այդ ամենի մեջ։ Գրավիտացիան հենց դրա մասին է ու տարբեր թեմաների մասին է, նույնիսկ այդ որ նստած մշակում էինք այդ մշակման փուլներ, այս թեման եմ ուզում լինի, այս թեման հասկացա, որ այդ հին հունական ներկայացումների պես 9 ժամանոց պետք է լինի, ամբողջ գիշեր խաղացել են, գնացել են, ինչ-որ բան են կերել, սնվել են, եկել, շարունակել հանդիսատեսը դիտել ներկայացումը։ Հասկացանք, որ վերջի բաներից պետք է հրաժարվենք, որ հանդիսատեսը չհոգնի այդ ընթացքում, բայց կարծում եմ շատ կարևոր ասելիքներով լի իրադարձություններով լի ներկայացում ստացվեց ու շատ կարևոր է ինձ համար, նախ շատ բարդ է, ինչպես նաև մյուս ներկայացումները, բայց գրավիտացիան քանի որ մոնո ներկայացում է, գերծանր, այդպես լարվածություն կա ու նույնիսկ մի 2 շաբաթ առաջ արդեն սկսում եմ մտածել, թե այս հատվածը ինչպես պետք է անեմ, որ ուժերս բավականեցնի այն մյուս հատվածի համար եւ այլն ու այդպես այդ անընդհատ գիշերները, օրվա ընթացքում ինձ այդ մտքերը այսպես կանեմ, մի քիչ խորամանկ կգտնեմ, հիմա այսպես կխաղամ, մի քիչ շունչ կպահեմ, այն մյուսը կազեմ, որ այն մյուսը լավ ասեմ։ Այո, հասկացա ինչա 4 ժամ մաքսիմում քնում։ Ես շարունակում եմ անկեղծ ասեմ, չեմ խոսում դրա մասին, բայց ապշում եմ ոնց կարելի է 4 ժամ քնելով այդքան բան հասնել անել եւ այդքան էներգիա ունենալ, այդքան էներգիա տալու համար։ Երևի թե պետք է կարծում եմ աշխատանքը շատ սիրես։ Այո։ Եթե դա է, պետք է ապրել այս աշխատանքով, կարծում եմ, եթե չապրես, ոչ մի բան իմաստ չունի այլևս անել, պետք է զբաղվել այլ աշխատանքով, պետք է կյանքդ դնես, պետք է առողջությունը դնես, որ ինչ-որ մարդկանց սրտերին ու հոգուն հասնես, կարծում եմ դա է։ Այո։ Իսկ սեր եւ նարիժներ ներկայացման մասին ինչ կասեք։ Նախ բարդ փուլ անցանք, ի սկզբանե ստեղծագործական փուլներ, որի ընթացքում ներկայացումն էլ ձևափոխվեց, ներկայացումներ ավելի հղկվեց ու ստացվեց այդպես շատ հետաքրքիր դասավորվածությամբ, շատ հետաքրքիր նույնիսկ կարծիքներ կային, որ առաջին հատվածը դիտելիս մտածում ենք ինչպես պետք է մոտենանք ու ասենք, որ լավն էր։ Այդ առաջին հատվածը երբ որ վերջանում է կամ շնորհավորենք մարդկանց մոտ այդպիսի ինչ որ տպավորություններ են եղել, բայց հետո այդ գնալով այնպես է աճում, այնպես է վերափոխվում, այնպես է էմոցիաների այդ տեղատարապը այնքան շատ է լինում, որ վերջում պարզապես կորցնում են իրենց ու այդ որ մոտենում են վերջում դե կարծիքներ ես լսում, այնքան բազմաթիվ այդպես լավ կարծիքներ ու հետաքրքիր մտքեր են հանդիսատեսի կողմից հնչում, որ կրկին կարծում եմ հաջողված գործերից է ու շատ լավ է որ ստացվեց շատ ծանր գարուներ իմիջիալոց ինչ եկել են վերադարձել են Մոսկվայից 2 ներկայացում զուգահեռ նախապատրաստվեց իմ կնոջ ամուսինը եւ սեր եւ նարինջները կատաստրոֆիկ բարդ էր այդ ամենը զուգահեռ անել են Վանդամի պես էի դարձել որ 2 բեռնատարի շպագատ էի մի խոսքով ստացվեց այդ շպագատի ուրախությունին որովհետեւ իմ կնոջ ամուսինը հրաշալի ներկայացում կարծում եմ ստացվեց ու խորվատական պիես է Միրո Գավրանն է հեղինակը ոչ թե պարզապես երկիծական ներկայացում է, այլ
այնքան թևավոր խոսքեր ունի, այնքան մտքեր ունի, որը հեղինակը ներկայացրել է, ու այնքան կյանքից է այդ ամեն ինչը, որ բայց հայկական պատմություն չէ, հենց խոսքը գնաց ադապտացիայի մասին, ես դեմ եղա, որովհետև այնպիսի նրբություններ կար, որ միայն եվրոպական օրինակ երկրների ժողովուրդների համար է ընդունված կամ որովհետև հայկական իրականության մեջ չեն ընկալի լիարժեք։ Ընկալում են, շատ լավ են ընկալում, բայց հայկական իրականության մեջ այդ ներկայացումը կտևեր 10 րոպե օրինակ եկավ, իմացավ, որ կինը ամուսին ունի եւ վերջ կյանքը ավարտվեց ու վերջանում է ներկայացումը այդպես կամ ինքն իրան ինչ որ մենք ունենք հնարավորություն իդեպ պատեկանի շնորհիվ թեկուզ մի փոքր հատված դիտենք ներկայացումից Դուք հիմա երջանիկ մարդ եք, բայց 10 րոպեից երբ ձեզ ասեմ այնինչ պատրաստվում եմ ասել, ամեն բան կփոխվի եւ ձեր նավը կխորտակվի։ Ինչ է ողորվում։ Գիտեք, ինձ տանջում են բարոյական երկընտրանքները։ Գլուխը պատով կտամ, երան յուղ կլսնեմ դեմքից։ Հեքացախը կցպնեմ աչկերի մեջ, մազերը կպոքեմ։ Աչկերը կհանեմ ու վերքերին աղ կլսնեմ։ Լիրպը։ Նայեց աչքերից մեջ ու ասաց, դու կլինես իմ հայրիկը։ Ու դու վերցրեցր ուրիշի երեխայի։ Նա ասաց, որ քո ամուսին։ Նա մահացավ ինձ համար, նա ինձ համար այլևս գոյություն չունի, նա ինձ համար գերեզման է, որի վրա ծաղիկները մոմեր չկան։ Եթե ես շատ ջանք չգործադրեի, ես երբեք չէի իմանա, որ դուք գոյություն ունեք։ Ես թոքի կարճուկն եմ, իսկ դու մեծ սյուրը։ Ինչի՞դ է պետք գտնել երրորդ կենդանում։ Ինչքան են նախապատրաստական աշխատանքները տարվել։ Որտեվ այն Վանդամին եմ նորից հիշում, միաժամանակ երկու ներկայացումների միջև Մոսկվան, թե ինչի համար էինք Մոսկվա, դեռ այդ հարցնել ունենք։ Սեղանի շուրջ 2-ից 3 ամիս տևեց, այդպես կարդում ենք, վերլուծում ենք, կերպարներն ենք բացահայտում, որ արդեն հետո այս մեր լեզվով ասած սկսում ենք քայլել։ Մեզ անցցներն ենք դնում, դա Երևի մի 5-6 ամիս։ Այո, կարելի է ասել, այո, Մոտավորապես 5-6 ամիս։ Նախագծերի տեղատարապ է իսկապես ձեր կարիերայում, մա պիտի անկեղծանաք, որն է ավելի հոգեհարազատ թատրոնը, թե կինոն եւ ինչու։ Կարծում եմ թատրոնը, որովհետև այն ինչ որ կատարվում է, այդ թատրոնը իրական է, այդպես դուրս ես գալիս ու դու արդեն պետք է այդ ոգևորությամբ, այդ ինչով ես դու լցված այդ թեմայի մեջ լինելով, պետք է ներկայացումը սկզբից մինչև վերջ, ակետից մինչև բեկետ տանես ու դա անես ամեն անգամ ավելի հղկելով, ավելի գույներ փոխանցելով, որովհետև ներկայացումը որ խաղում ես, քեզ թվում է, քեզ չէ, էլի, հանդիսատեսին օրինակ թվում է, թե այդ արդյունքը մեկ արդյունք է, բայց ամեն ներկայացումը ավելի ու ավելի է դառնում ներկայացում, հենց ինչքան շատ ես խաղում, այնքան ներկայացումը հասունանում է, հասնում է։ Դրա համար ասենք, եթե 20 ներկայացում խաղում ես, բայց միևնույն է, դերի վրա աշխատելու տեղ կա, տեսարանի վրա աշխատելու տեղ կա, որովհետև անընդհատ օրինակ ամեն իմ Մոսկվայից երբ որ վերադառնում եմ, ամեն անգամ ինչ-որ նոր բաներ եմ հայտնաբերում իմ արդեն խաղացած, բազմաթիվ տարիներ խաղացած նույնիսկ ներկայացումների մեջ, ինչ-որ նոր տողատակեր եմ հայտնաբերում, վայ ես ոնց չէի հասկացել, որ այստեղ էսպես պետք է ու անընդհատ այդ process-ը շարունակվում է, կարծում եմ այդ process-ը անվերջ պետք է լինի, որ ներկայացումը երկար ապրի։ Իզոր չեն ասում, չէ՞, մեծ աշխատելով է մարդու աշխատել է գալիս։ Այսինքն երբ որ դու անընդհատ այդ մեխանիզմի մեջ ես, ներկայացումից ներկայացում կերպարի հետ կապված դու ու հատկապես այն ամենակարևոր հանգամանքը, որ քիչ առաջ նաև դուք նշեցիք, երբ որ դու սիրում ես քո մասնակցությունը, դու սիրով ես ամեն դեպքում վերաբերմունքը, մոտեցումը, դրա համար կարողանում ես բացահայտել անընդհատ ներկայացումների ժամանակ կերպարիդ մեջ նոր երանգներ, նոր համեմունքներ, նոր գույներ։ Իհարկե, հետո եթե հնարավորություն կա աշխատելու, օրինակ կա ժամանակ, երբ որ չունես այդ հնարավորությունը կամ այդքան շատ աշխատանք չկա, ես ստեղծում եմ ինձ համար այդ ծանրաբեռնվածությունը, որովհետև այդ չափաբաժինը ստանալով ես նաև ինչ որտեղ կարող եմ ասել, որ ապրում եմ, որովհետև այդ ծանրաբեռնվածությունը ինձ փոխանցում է այդ դրական լիցքերը, այդ առաջ մղրելու, ինչպես դա ես կարողանամ անել, հաճախ խառնվում եմ, մտնում եմ այն աշխատանքների մեջ, որոնց մեջ պարզապես չեմ պատկերացրել երբևէ, որ օրինակ ինչ որ մի կերպար կխաղամ։
նմանատիպ, բայց հետաքրքիր է նաև փորձել դա ու իմ վարպետներն էլ հաճախ ասում են, որ ինչքան կարող եք սխալվեք, որովհետև եթե չես սխալվում, եթե այդպես քեզ պահում ես, որ հանկարծ սխալվեմ, հանկարծ ին վրա չխոսեն, դու չես հասնում այն արդյունքին, որը որ իրականում պետք է հասնեն։ Ինչքան սխալվում ես, այնքան այդ սխալներիդ վրա սովորում ես, կատարելագործում ես քո գիտելիքները ու պարզապես դե սխալվելը կամ նույն բացասական դեր խաղալը ավելի հետաքրքիր է, քան դրական, չէ՞, որ դրական է բան ինքը միշտ պետք է սանրված լինի, գեղեցիկ լինի, բայց հենց բացասականը արդեն հետաքրքիր է, բռնվել տեղերը շատ են այդ ամենի մեջ եւ հետաքրքիր նաեւ փոխանցում ես այդ ամենը հետաքրքիր էմոցիաներ ու էներգետիկա ես փոխում։ Հետաքրքիր է նաեւ եղել է արդյոք անգերազանցելի մի կերպար, որը այսպես շատ մեծ ու լուրջ հետք է թողել, որը նույնիսկ փոխել է ձեր պատկերացումները կամ չգիտեմ ընկալումները։ Դե կարծում եմ, որ այո, կան նմանատիպ կերպարներ, որոնք հետք են թողնում։ Այստեղ կարևորը որ երկար չմնաս այդ ամենի մեջ, որովհետև դա արդեն վտանգավոր է դառնում, բայց այս ծանրաբեռնվածության մեջ նաև պետք է շատ Դե, այսպես ասեմ, կար ժամանակահատված, երբ որ մենք խաղում ենք օրվա մեջ 3 կերպար ու դա նորմալ էր, որովհետև ֆորմատն էր թույլ տալիս ու ժամանակը պարզապես այնքան քիչ էր, որ պետք է մենք այդ ամենը հասցնենք, որ շաբաթ օրը օրինակ եթերն էր մեր ու այդ 20 րոպեն մի ամբողջ շաբաթ պատրաստում ենք։ Ինչքան խորանում ես այս աշխատանքի մեջ, այնքան ստացվում, այնքան հասկանում ես, որ այդպես իսկ հիմա ես պետավտոտեսու չեմ, մի 5 րոպեից ես հիմա բժիշկ եմ խաղալու, չէ, այդ ամեն ինչին գալու համար երկար ժամանակ է պետք ու այդ ժամանակը գնալով մեծանում է, որովհետև յուրաքանչյուր քայլը պետք է լինի ինչ-որ մտածված, պետք է լինի հետաքրքիր ու հասկանում ես, որ ինչքան խորանում ես այդ կերպարի մեջ, այնքան հարցերը անվերջ են։ Դու անընդհատ քեզ պետք է այդ հարցերը տաս։ Նա ինչպես է օրինակ հազում, ինչպես կնստեր այդ կերպարը, ինչպես է պարկում, ինչպես է ծիծաղում, այդ անվերջ հարցերի, դե ես ասում եմ այն պրիմիտիվ էլեմենտները, ինչպես նա կսիրահարվեր, ինչպես է նա վերաբերում հարևանին, ինչպես ու այդ հարցերի հիման վրա կառուցում ես այդ կերպարը ու արդեն փորձում ես իրեն ապրեցնել։ Հետո արդեն ինչ-որ երկար ապրելով այդ կերպարի հետ, արդեն հասկանում ես, որ ինքը ապրում է, ինքը քեզ հետ մեծանում է։ Ինքը կա արդեն, այդ ինչ-որ process-ներ անցնում եւ այլն եւ այլն։ Բայց հետաքրքիր է ասացիք, որ օրինակ բացասական կերպարները հաճախ ավելի հետաքրքիր են, արդյոք սա հաշվի է առնում որևէ նոր նախագծի առաջարկ, երբ ստանում եք կամ որևէ դերի առաջարկ, ինչն է կարևոր ընտրության հարցում, որ ասում եք սա կանեմ, սա չեմ անի։ Առաջին հերթին նախ սցենարն է կարևոր։ Եթե լավ սցենար է, լավ կերպար է, հետաքրքիր, բնականաբար արդեն գնում ես այդ փորձում ես հասկանալ ինչպես կարելի է իրականացնել դա։ Այո, կան կերպարներ, որոնք չի ցանկանա խաղալ, դրանց մասին երևի թե չխոսեմ, բայց բացասական օրինակ չար մարդը ինչու է չար, օրինակ, ինչու է չար դարձել։ Այդ ամեն ինչը ունի պատճառ, չէ, ինչպես է եղել այդ մարդու մոտ, որ նույնիսկ այդ մարդասպանները, չէ, այդ սերիական մարդասպանները, ինչու են, ինչից է սկսվում, չէ, որ կան մանուկ հասակում տրավմաներ կան, ինչ որ բան է տեղի ունեցել, ինչ որ process-ներ է, այդ ամեն ինչը բացատրվում է ու հենց այդ կերպարի հետ աշխատանքն է, որ բացասական կերպարում դու պետք է դրականը գտնես, փնտրես գտնել դրականը, որ կարողանաս խաղալ։ Ոչ թե մատուցես որպես դրական կերպար, ասենք մարդակերին, չգիտեմ, ինչ որ այդպես բացասական ահավոր մի կերպարի, բայց յուրաքանչյուրը ունի այդ դրական գծերը կամ այդ հարցերը ինչից է ինքը դարձել Ինչ-որ մի պահ, մի բան արդեն։ Հա, ու դրանք քեզ հնարավորություն են տալիս արդեն կառուցելու։ Բնականաբար ինձ համար օրինակ բացասական կերպարներից այդքան էլ չեմ ուզում բացասական ասել, այն կերպարն է, որը ինձ համար, պես ասեմ, շատ կարևոր է ու շատ եմ ուզում, որ հայ հանդիսատեսն էլ դիտի, դա Անտիգոնա ներկայացումն է, որը մենք խաղում ենք Մոսկվայում, Կրեոնի արքայի դերն է, կարծում եմ այդ դերը մի կողմից ինքը շատ դաժան մարդ է, ինքը ահավոր դաժան մարդ է։ Մյուս կողմից մարդ է, ով ղեկավար է, ու եթե ինքը մի փոքր թուլություն ցուցաբերի, այդ երկրում պարզապես այնպեսի քաոս կսկսվի, որ մյուս կողմից հիմա ուզում ես հասկանալ, լավ, բա ինչ աներ։ Ինքը այդ ամեն ինչը անում է նրա համար, որ
խաղաղություն լինի, կայունություն լինի երկրում։ Այլ կերպ ասած հնարավոր չէ այդ երկրի այդ ներքին լարումները պայել։ Մյուս կողմից ինքը դաժան է, մյուս կողմից չի թողնում այսինքն նաև այդտեղ իր դրական գծերից այն է, որ նա փորձում է Անտիգոնեին համոզել, որ ես ախր անում եմ սրա համար, բայց միևնույն է, այստեղ պայքար է գնում խղճի եւ իրականության այդ որը որ չես կարող ասել հիմա ինչ աներ բայց մարդը թուլություն ցուցաբերեր որ երկիրը քանդվեր բայց ինքը օրինակ շատ դեպքերում հին հունական դրամատուրգիայում համարվում է բացասական հերոս Անուի մոտ Ժան Անուի մոտ արդեն ինքը այդպես չէ այո ուրիշ պրիզմայից ներկայացնում հետաքրքիր աշխատանք է շատ ու ամեն ներկայացումը կարծում եմ շատ ասելիք ունի Դե այս վերջիններն էլ կարծում եմ նորից հետաքրքիր աշխատանքներ են, որոնք հանդիսատեսը կարծում եմ պետք է դիտի։ Իմիջիալոցի իմ կնոջ ամուսինը աշունն ենք շարունակելու ամսի 10-ին 11-ին 2 օր կա եւ 22-ին։ Ես կարծում եմ, որ կարելի է դա սոցիալական հենց հարթակներից հետևեք, ակտիվ եղեք ու բաց մի թողեք ներկայացումները, որովհետեւ անկեղծ մեկը մեկից ստացված ու շատ հաջող ներկայացումներ են։ Դերասանական խաղի մասին ես չէ որ պետք է ասեմ ու Վստահաբար դուք ինքներդ էլ շատ քաշ ծանոթ եք պանձամբ տարբեր ֆորմատներից նույնիսկ բոլոր դերասանների մասն է խոսքը, բայց վերադառնալով մեր հարցազրույցին, այ օրինակ հետաքրքիր է։ Դերասանները կարծես թե մեր հանդիսատեսը կարծում են, որ ամեն ինչ կա նրանց կյանքում, չէ, հետաքրքիր, չգիտեմ, ընթացք, ռիթմը, առօրյան փորձեր, զբաղվածություն, ընկերներ, շրջապատ, ներկայացում, նկարահանում Կարծես թե նրանք բոլոր իր երազանքներին հասել են, երազանքներ չկան, բայց հետաքրքիր է, կա երազանք, որ դեռ այսպես տարիներ շարունակ կամ չգիտեմ մանկուց մնացել է ու դեռ դա երազանք է մնում ձեր համար։ Կամ հիմա նոր է ծնվել մի հատ նոր երազանք, բոլոր երազանքները են նոր։ Պես, հա։ Օրինակ հեծանիվ։ Չէ, դա երազանքը աշխատանքի հետ կապված պետք է այն լինի, որ Դե կան, չեմ ուզենա ասել երազանք, շատ ցանկություններ, մեծ ցանկություններ կան, խաղալու մեծ դերեր, այդպես դասական դերեր, մեծ ցանկություն կա այդ ամենը փոխանցելու հայ հանդիսատեսին ու հանդիսատեսը պատրաստ լինի այդ ամենը վերցնելու, որովհետև թատրոնն էլ ամեն ինչ չէ որ օրինակ ներկայացումներ կան ժամանցային են էլի լավն են բայց այդքան էլ ասելիքով օժտված չեն բայց կան ժամանակին օրինակ կար հեռուստաթատրոն հասկացողությունը որտեղ մասնակցում էին հրաշալի դերասաններ սիրված դերասաններ ու հանդիսատեսը արդեն մի փոքր թատրոնին ծանոթ հաճախում էր թատրոն այդ ամենը տանում էր թատրոն հանդիսատեսին ու այնտեղ ծանոթանում էին արդեն Շեքսպիրի հետ, ինչ որ այլ դրամատուրգների աշխատանքների հետ, որոնք պարզապես մարդու ձևավորման համար կարծում եմ շատ կարևոր են։ Թատրոնն էլ է շատ տարբեր ու ամեն ինչ չէ որ այդպես պարունակում է միտք ասելիք, բայց թատրոնը մնում է թատրոն, միևնույն է։ Դրանք պետք է լինեն, որ մյուսները հասկանանք։ Այո, իհարկե, իհարկե։ Լավն ու վատը կամ հաջողն ու անհաջողը կարողանանք Ընդհանրապես թատրոն հաճախելիս պետք է, եթե ինչ-որ կոնկրետ նյութ ես գնում դիտել, պետք է կարդաս, կարծում այդ նյութը, ու արդեն գնաս, տեսնես դերասանի խաղը, ռեժիսորի մոտեցումը, թե ինչպես է այդ ամենը քո պատկերացման հետ կապ ունի, թե չէ, մի խոսքով կարծում եմ այդպես հետաքրքիր նաև ստացվի այն աղջիկը ինչ էր այդ ով էր այդ աղջիկը եկավ գնաց տենց ինչ հատված կար որ ես որ Համլետ խաղալիս վերափոխվում եմ որ տատիկ եմ դառնում հանդիսատես հալո ու դա իրական դեպք է եղել մեր հրաշելուսնի վրա ներկայացման ժամանակ երբ որ բարձր խնդրում եմ առիթ կա ասելու երբ որ գալիս եք թատրոն անջատեք բջջային հեռախոսները բջջային ահա որ է դուք չեք պատկերացնի ինչ ծանր է դերասանի համար որ երբ որ լսում է դահլիճից այդ ձայնը ու այդ ձայնը երկար տևում է ու հասկանում ես արդեն Viber-ի ձայն է ինչ որ ձայն է iPhone-ը թե ինչ է այդ ամեն ինչը փորձում արդեն հասկանում ես հասցնում ես հասկանալ անջատեք բջջային հեռախոսները սիրելի հանդիսատես դա
մի խոսքով այդ թեման Հիմա վերադառնանք տատիկին, որը տատիկը իրական դեպք է եղել եւ մենք որոշեցինք դա ընդգրկել գրավիտացիայում ու ինչ որ շատ լուրջ տեսարան էր հրեշերուսնի վրա, երբ որ չի ստացվում իրենց մոտ երեխա ունենալ, ինչ որ դրամատիկ տեսարան է ու զանգ է գալիս ու ես արդեն պատկերացրել եմ, քանի որ ձայնն եմ լսել չի երևում այդ Բայց վիզուալ կերպարը ինձ համար արդեն բացասական պետք է ներկայացնեմ ու ես ալո մգոյի ներկայացմանն եմ եկել մգոյի ու երկար ու դեղի չլսում ու հա ու այդ ամեն ինչ ասեց ներկայացման պատմեց եւ այլն ու այդ զուգահեռ դու խաղում ես այդ ամեն ինչը քո հետ տեղի ունենում այդ զուգահեռ on-line ու գրավիտացիայի մեջ այդ հատվածը տեղ գտավ դե հա որովհետեւ ասելիքի ներկայացում էր ասելիքի մասին ինչքան բան կար դες դրել են գրավիտացիայի մեջ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր հարցազրույցի համար բայց քանի որ առավոտ լուսո weekend-ը մենք մեր հյուրերին պարզապես բաց չենք թողնում բայց ես էլ եմ ձեզ դուք էլ մեզ բաց չեք թողնում Մենք գրեթե փողակի չենք բաց չթողնեմ ձերքերով չէ նվերներով եք եկել այո սա ձեր հրավիրատոմսերն է ահա շնորհակալ ենք շատ շնորհակալ Շատ սիրով սպասում ենք Ահա մենք ամսի 10-ին ներկա կլինենք, սելի հեռուստադիտողներ դուք էլ բաց չթողնեք Դուք էլ բաց չթողնեք, այո, այս առիթը Բայց վերադառնալով մեր խաղին, փոքրիկ խաղ ենք պատրաստել, որովհետև weekend-յան տրամադրությունը միշտ այպես խաղային է, փորձում ենք մեր հյուրերին հետաքրքիր խաղեր առաջարկել, նաև ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ այսօր եւս բացառություն չէ, հիմա պատեկանին մենք կտեսնենք տարատեսակ նկարներ, մենք էլ չգիտենք թե մեր խումբը սցենարիստների ինչ է պատրաստել, չգիտենք, լինելու են տարբեր նկարներ պատեկանին, դուք պիտի վերնագրեք այդ նկարները Պատրաստ եք։ Շատ լավ։ Ոսկե վերնագրեք։ Շաբաթ իրիկուն։ Շաբաթ իրիկուն։ Իմ կնոջ ամուսինը։ Կարելի է իմ կնոջ ամուսինը։ Էս ինչ է ճանապարհն է։ Հետաքրքիր ինչ-որ Ես էլ կարելի ասել Ռուսաստանի շաբաթիրիկումների շարքից է, ուրբաթ օրերը միշտ այսպես են էլի, այսպես այսպիսի տեսարաններ ես տեսնում։ Կամ քո ձեռքերով պետք է հարցես քո ճանապարհը։ Դժբախտ եւ ճանկություն։ Շատ լավ է։ Համերջանկություններ ամդժբախտ։ Անչափ շնորհակալ ենք շատ հետաքրքիր հարցազրույցի համար եւ վստահաբար մենք ներկա կգտնվենք ամսի 10-ին ներկայացմանը ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւս մեկ անգամ հորդորում ենք բաց չթողնել այս հնարավորությունը։ Եվ ոչ միայն ամսի 10-ին, այլ առասարակ թատրոն պետք է հաճախ ժամանել եւ թատրոնի ստացածը դա անբացատրելի է։ Այնինչ մենք ստանում ենք թատրոնից դա միայն թատրոնն է, որ կարող է մեզ տալ։ Շատ շնորհակալություն Մկրտիչ, լավ օրվա շարունակություն, լավ հանգստյան օրվա։ Հուսանք այսօր 4-6 ժամ կդառնա Իսկ մենք ամսի 10-ին անպայման ներկա գտնվենք։ Իսկ այս պահին էլ առաջարկում ենք ձեզ երաժշտական դադար ունենալ, միասին վայելենք երաժշտություն, հետո կվերադառնանք ու կշարունակենք։